Ռուսաստանի նախագահ պիտի մեզ ասի մենք ինչ ընտրենք։ Միայն ոչ Եվրամիություն։ Ես չեմ սիրում գունավոր ամեն ինչերը։ Ամեն ինչ ընդեղից ենք ստանում, ամեն ինչ ընդեղ է գնում։ Դուք ուզում եք Հայաստանը սնենք անա։ Զարգանալա պետք։ Ոչ Ղարաբաղ ենք ուզում, ոչ էս ենք ուզում, ոչ մի բան չենք ուզում։ Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորում է Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել։ Այս խոսքերից հետո Արմնուրայմը շրջել է մայրաքաղաքի փողոցներում եւ անցորդներին հարցրել, թե նրանք որը կնախընտրեին՝ ԵՄ թե ԵԱՏՄ։ Չեմ կարող ես ասեմ Ռուսաստանի նախագահի գլխում ինչեր կա։ Իսկ ձեզ համար Հայաստանում ո՞րն ավելի նախընտրելի՝ Եվրամիություն դեպի որ գնա Հայաստան, թե մնա ԵԱՏՄ։ Միայն ոչ Եվրամիություն։ Իսկ ինչու։ Որովհետև ես չեմ սիրում գունավոր ամեն ինչերը։ ԵՄ։ Ինչու։ Ինչ եմ ուզում։ Ինչու է դա Հայաստանի համար ավելի լավ։ Ձեր կարծիքով։ Նոր ճանապարհներ է բացում ինձ թվում է։ Չնայած գնացողելի գնում է, բայց միգուցե նոր հնարավորություններ կլինի։ Այսքան տարի նրա մեջ ենք եղել, միգուցե նորը ավելի ինչ որ նոր բան կբերի։ Ընտրեիք։ Ինչու։ Որտեղ ավելի հակված ենք մեզ սահմանակից բարեկամների։ Իսկ ԵՄ-ն ինչու չեք նախընտրում ԵՄ-ն Եվրամիություն դեպի եվրոպականացում գնա Հայաստանը։ Ընտրում ենք, նախընտրում ենք, բայց անհավանական է։ ԵՄ-ն հաստատ չէ։ Ինչու։ Իհարկե Եվրամիություն։ Ինչու։ Հենց այդպես դրանից լավ բան։ Ռուսաստանի նախագահ պիտի մեզ ասի մենք ինչ ընտրենք։ Դե քանի որ ԵԱՏՄ-ն հենց Ռուսաստանի ԵԱՏՄ-ից ֆինանսավորմամբ կամ Ռուսաստանից ոչ մի լավ բան չտեսանք, ճիշտ է թեքվելու արդեն ուղղություն դեպի իսկ Եվրոպա։ Եվրամիությունը ինչ որ բան Հայաստանին կտա ձեր կարծիքով։ Հայաստանից է կախված։ Քայլեր անես, իրանք էլ ընդհանրաշ քայլեր կան։ Իսկ ԵԱՏՄ-ից ինչու չեք տեսնում այդ քայլերը։ Այնտեղ բռնապետություն է Ռուսաստանը, մի մարդուց է կախված։ Դե չես կարող իմանաս ինչ կլինի հետո։ Ոայ, թույլ տվեք չպատասխանեմ, որովհետև ես ինձ քաղաքականությունից հեռու եմ դասում։ ԵՄ ընտրենք ինչ, մեր ապրանքով անդեղ առնելու։ Հետաքրքիր հարցեր եք տալիս։ Պետք է մնանք ԵԱՏՄ-ի կազմի մեջ։ Իհարկե։ Ամեն ինչ ընդեղից ենք ստանում, ամեն ինչ ընդեղ է գնում։ Դուք ուզում եք Հայաստանը սնենք անա։ Այդ հարց չէ, вообще Իսկ ներկա իշխանությունները գնում են ավելի եվրոպականացման, սա ձեզ համար մտքերի մեջ Եվրոպայելի կանա Եվրոպա, բայց տնտեսությունն է կարևոր, մարդիկ դրանով են։ Ինչ արժե Եվրոպա։ Ո՞վ հանգանում դες եվրոպական մտածել, եվրոպական ստանդարտ, ո՞վ հանգանում։ Բայց ոնց կարելի է ամեն ինչը գցել, վաղը մյուսօր ոչ բյուջե կլի, ոչ բան, ինչ կարող ես հենց այնպես Եվրոպան փող բաժանի։ Արդեն միլիարդներ պարտքենք։ Այդ հարց չէ, ինձ թվում է բոլորին պարզ է ամեն ինչը։ ԵԱՏՄ-ն բնականաբար, ինչու։ որովհետև մինչև հիմա մենք նրանց հետ միասին ապրել ենք, առևտուր ենք արել, աշխատել ենք։ Իսկ ԵՄ-ի հետ չենք կարող։ Չենք կարող, որտեղ շատ հեռու է ԵՄ-ն։ Ապրանք մենք մեր խելքով։ Իմ ցանկությունը այդ է։ Ուրիշ ոչ մի բան։ Ու քիչ իրար ուտենք, կարևորը։ Ազգի դեմա դուսեկել անբարոյական խոսքեր են ասում։ Ռուսաստանի նախագահան ով է որ ասի։ Դե բնական է իրանց չենք կտրել, էլի ոչ է Եմենի։ Ո՞մ հետ համագործակցենք։ Համագործակցենք եվրոպական երկրների հետ։ Ինձ համար երևի դեպի Եվրոպա։ Ինչու։ Ինչ կտա Եվրոպան։ Դե միջև հիմա ասենք տենց հատուկ բան չի եղել Ռուսաստանի հետ կապված, որ լավ փոփոխություն լինի մեր։ Բոլոր ղեկավար աշխատողները հիմա որ պաշտոն ունեն, որ նայում ես կի վարակներից պաշտոնի հոտել չի գալի։ Իրանք անգրագետ են, ինստիտուտ չեն ավարտել, մենակ կոմպյուտերը գիտեն ու վերջ։ Իսկ ով է մեզ կոտորել, ռուսը կոտորել է հայ ազգին երբեք, ռուսը միշտ օգնել է։ Նիկոլի։ ԵՄ, ինչու ԵՄ-ն։ ԵՄ-ն։ Իսկ ԵՄ-ն ինչ կտա Հայաստանին։ ԵՄ-ն վիզաների ազատականացում, եվրոպացիներ գան երկիր, կզարգացնեն երկիրը, լիքը լավ բաներ կբերեն։ Իսկ ԵԱՏՄ-ից հրաժարվելը վնասներ չի տա։ Ոչ չենք հրաժարվում որ։ Դե որովհետև ասել է որ պետք է կողմնորոշվեն կամ։ Ուրեմն գնացինք Եվրոպա։ Ռուսաստանից հեռու մնանք։ Եվրոպա։ Եվրոպա, ելեք, մակարդակ, մի քիչ զարգանալա պետք։ Ոչ Ղարաբաղ ենք ուզում, ոչ էս ենք ուզում, ոչ մի բան չենք ուզում։ Ես նախընտրում եմ պետական շահը։
Իսկ ո՞ն է Իսկ պետական շահը համապատասխան իշխանություն պետք է ունենանք, որ կարողանա կողմնորոշվել։ Այս պահին ես չգիտեմ որն է մեր պետական շահը, այս իշխանության հետ ու այս ապագայի տեսլականով։ Իսկ եթե նայենք որպես ապագա, ինչ կուզեիք, Հայաստանը գնա դեպի եվրոպականացում։ Բալանսավորված համակարգված կառավարում է պետք, որպեսզի բոլորի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Բայց թույլ եւ պարտված իշխանությամբ դիվանագիտական հարաբերություններ հավասարը հավասարի հետ հաստատել չեն կարող։